Avo Խալաթյան, Մինաս Հալաչ, Նունե Եսայան։ Երբ միանում են գեղանկարչությունն ու երաժշտությունը, հրստանում է հոգին։ Առաջարկում ենք ներկա գտնվել Art Bouquet խորագիրը կրող երեկոյին։ Այն տեղի կունենա Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող հունվարի 7-ին, երեկոյան ժամը 6-ին, Սուրբ Ղևոնդ առաքելական եկեղեցում կից Զորայան սրահում։ Սիրով սպասում ենք։ Ամեն ինչ սկսվել է Երևանյան բակերից մեկում, հետո արդեն Հակոբ Կոջոյանի դպրոցից։ Իհարկե գեները իրենցն ասում են, որովհետև թե Մինասի և թե Ավոյի հայրերը նկարիչներ են։ Իհարկե ընկերության ուժը շատ զորեղ է և ամենակարևորը իրենց միությունը, իրենց ընկերությունը ամրապնդվեց Սուրբ Խաչի միջոցով։ Տարիներ անց Ավոն դարձավ Մինասի երեխաների կնքահայրը։ Ցուցադրվել են բազմաթիվ անգամներ, սակայն սա առաջին դեպքն է, որ միասին են, այն էլ այս տանիքի ներքո, այնպես որ ես ուզում եմ խոսքս փոխանցել Սրբազան ձեզ։ Շնորհակալություն, մինչ որպես հանդիսաբար ձեր խոսքը գարդասանեի, ես անձնապես իմ մտքի մեջ հետևյալ պատկերացում ունեցա և իմ խոսքը անձնապես իմ կողմէ, Ուշեղ Սրբազանի կողմէ և Հայր Սուրբի կողմէ պիտի լինի։ Նկարիչը այն բացառիկ արվեստագետն է, որ գիտի նաև իր ստեղծագործական կյանքի շնորհիվ բաստարին ամրագրել և փառը, և երգը, և երաժշտությունը, այդ բոլորի համադրումն է նկարը, որովհետև երբ նկարների առջև կանգ կառնեք, արդեն երկխոսության մեջ եք։ Նկարներն էլ մեզ խոսում, մենք նայում ենք մեր աչքերով, մեր հոգու աչքերով, ներթափանցում ենք նկարից ներս
եւ լսում ենք այս անգամ այն ինչ որ որպես պատկան մեզ է դրվում։ Մարդը իր հոգին ազնվացնելու լավագույն եղանակը գտել է արվեստի ճանապարհով։ Եվ Աստված ինք որպես ստեղծագործ Աստված հրավիրում է մեզ, որ կյանքով լինենք ստեղծագործ։ Մանավանդ դարվո այս առաջին օրերին Սուրբ Ծննդյան տոների նաև տոնախմբության այս մթնոլորտի մեջ առաջինն է այս ցուցահանդեսը մեր սիրելի Մինաս Հալաջյանի եւ Ավո Խալատյանի միասնական ստեղծագործական այս դաղանթը գտրսևորվի իրենց նկարների ցուցադրությամբ։ Ինչ պիտի լինի մեր խոսքը։ Որպես հոգեվարականներ, անստապես իմ, սիրելի Մուշեղ Սրբազանին եւ Հայր Երեմիային։ Միայն փառք տալ Աստծուն, որ այսպիսի հնարավորություն գնձերվի մեզ նման մարդեակներ, որոնք գիտեն իրենց տրված կյանքը զարդարել, իրենց օգուտ բխած զգացումներով նաև ոգի բերել, շունչ բերել, ստեղծագործական ոգի հաղորդել մեզ, որովհետև մենք այդ ձևով է որ նաև մեր կյանքի ճանապարհությունը կիմաստավորենք։ Հետևաբար ես այս պատկերների մեջ ուզում ենք տեսնել խոստումը նոր կյանքի, որովհետև նոր դարվու առաջին օրերին, երբ հետադարձ ակնարկ կկատարենք դեպի անցյալ դարին եւ անցյալ դարիները, նորը պիտի որ գենսավորվի նոր խոստումներով, նոր ստեղծագործական կյանքով։ Հետևաբար մենք ի բոլոր սրտե հաջողություն կմաղթենք Մինաս Հալաջյանին եւ Ավո Խալատյանին, ուր են այստեղ են մեզ հետ են լուսավոր ձեր ներկայությամբ նաև մեր հոգիները կլուսավորենք ձեզ ի բոլոր սրտե ամենայն հաջողություն բարի թող լինի այս ճանապարհորդությունը, որովհետև նոր ճանապարհորդություն է միասնական ցուցահանդեսով եւ մենք պիտի խոսքնենք յուրաքանչյուր պատկերի առջև գանք առնելով դիտել նաև պատկերները նկարները կնշանակե աղոտ կատարել։ Ձեր բոլորի բարձ կգադար ձեր ներկայացնողները։ Սա առաջին ցուցահանդեսն է, այնպես որ այն մտադրությունը, որ սա պիտի վերածվի ավանդույթի, Ավո։ Այո։ Շնորհակալ եմ նախ Սրբազան այս խոսքի օրհնության համար։ Շնորհակալ եմ բոլորիդ, շնորհակալ եմ Արշալույս եւ իհարկե հարգարժան հյուրեր, իհարկե ավանդույթ մեծ փափագ է, մանավանդ որ նման թիգունք ունես ու նման վայրում ես դու, Աստծո տանն ես եւ չգիտեմ շատ հուզված եմ, չգիտեմ որտեղից սկսել եւ որտեղ ավարտել, ուզում եմ առաջին հերթին շնորհակալություններս հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր եղան մեր կողքին ու այս ամենը կատարած նախ Հայ առաքելական եկեղեցու Սրբազանին եւ ողջ անձնակազմին։ Խորին շնորհակալությունս ուզում եմ հայտնել Արշալույսին Դարբինյան, որ մեր կողքին էր սկզբից մինչև վերջ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Musical Table-ին, որ գեղեցիկ ֆուրշետ մեզ տրամադրեց։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Golden Shaker-ին, Վահեին մեր եղբորը, որ մեզ գեղեցիկ անուշ գինիներ պատուցեց։ Եվ մարդկանց, ընկերներին մեր, գոլեգաներին և Միացյալ Նահանգների մեր հայրենակիցներին շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք այս դժվար ռիթմիկ օրերին ու ներկա գտնվել իմ ու իմ ընկերոջ, իմ մտերին, ընկերոջ երեկոյին և իհարկե իմ տիկինը, որ պիտի ծաղկացնի ու զարդանի ես երեկոյին։ Շնորհակալ եմ նաև իմ ընկերոջից, որ իմ կողքին է այս կանդարին։ Չենք ասում ենք միասին անցարկ ճանապարհ, ես տանը այդ յուղաներկի այդ հոտերը, այդ լաքերի, այդ վաների հոտերը շնչելով դուրս էի գալիս տանից, գալիս էի Մինասենց տուն, որ դուրս գայինք միասին զբոսն, նույն հոտերը Մինասենց տանն էր։
նույն միջավայր ու նույն մթնոլորտը, որտեղ Մինասի հայրն էլ նկարիչ էր ու մենք մեծացանք այդ մթնոլորտում ու չենք կարող երևի շեղվել ուրիշ տեղ գնալ, չէ Մինաս, իմ ընկեր ասա։ Բոլորը ասեցիր, կուզեի շնորհակալություն հայտնել շատ կարճ Եզանից և եկեղեցուց այս հրաշալի օրը պարգևելու մեզ, քանի որ մենք նկարում ենք, բայց ամենակարևորը ձեր դիտումն է, ամենակարևորը դուք եք ձեր համար ենք նկարում։ Շնորհակալություն բոլորից։ Ես ինքը փոխանցեմ Արշալույսին, բայց ձեր սիրով կարճ երկու բառ ներկայացնեմ, հավաքածուն կոլեկցիաները իմ և Մինասի հատնտիր գործեր են, Երևանից բերված իմը, Մինասին անշուշտ այստեղ Լոս Անջելեսում, որտեղ Մինասը այստեղ է ստեղծագործում, հատնտիր կոլեկցիաներ են, ես կխնդրեմ, եթե որևէ հարցեր, որևէ անհասկանալի հատվածներ, ես սիրով կմոտենամ, կզրուցեմ, կմեկնաբանեմ, կլուսաբանեմ, կվերցանեմ ձեզ համար և միասին այսպես մտերմիկ, ինտերակտիվ փորձենք երեկո ունենալ։ Բարի ժամանց բոլորիս, խնդրեմ փոխանցեմ։ Ես պարզապես ուզում եմ ասել, որ քիչ առաջ դու ասացիր տիկինս կծաղկեցնի, բայց մարդիկ չգիտեն, որ տիկինը անակնկալ է մատուցել ձեզ։ Այս ամենում։ Ինքը չնայած արդեն հայտարարության մեջ կա, անակնկալ չէր այդքան են, որ ես այսօր կգեղեցկացնեմ այս երեկոն։ Իրենց համար, այո, իհարկե։ Եվ ես էլ շատ ուրախ եմ, որ տեսնում եմ իմ ընկերներին, հարազատներին, բարեկամներին, նոր դեմքեր, այստեղ ապրող մեր հայրենակիցներին, շատ ուրախ եւ հպարտ ենք, որ դուք այս եղանակային պայմաններում կարողացաք գալ եւ գեղեցկացնել մեր այսօրվա երեկոն, ինչպես Ավոն նշեց, այո, եթե կա կարիք, կարող են իրենք ձեզ համար մեկնաբանել իրենց նկարները եւ մի քանի այսպես ավելացում։ Նկարները վաճառվում են բնականաբար, բայց բարեգործական են մեր այսօրվա երեկոն, նկարներից գոյացված հասույթից մի մաս գնալու է Արցախից տեղահան եղած մեր հայրենակիցներ, ովքեր վերադարձել են Հայաստան, իրենց ընտանիքներին, երեխաներին եւ դուք էլ մասնակիցն եք լինելու այդ բարեգործությանը, իսկ մի նկար կա, որը աղջիկս է նկարել, այդ մեծ կարմիր նկարը, այսպես ասենք, դա էլ ենք վաճառում, բայց արժեք չունենք, քանի որ դա սիմվոլիկ է եւ այդ նկարից կայացած ամբողջ գումարն է գնալու բարեգործության, ինքը այդպես որոշեց, Էլիզաբեթը, մենք կանենք փոքրիկ, ինքը այդպես որոշեց, դա աուկցիոն կլինի, այսինքն մենք սկզբնական ինչ-որ գին կորոշենք, դուք ինքներդ որոշեք ինչքան կավելանա եւ ով կտանի տուն, արդեն կապված է ձեզանից։ Ունենք շարֆեր, ունենք կուրտկային ինչ են ասում, կուրտկաներ, ահա, խնդրեմ խմեցեք, մայկաները ունենք, հեկեք, դավայ, սա ուրեմն Աղոյի նկարների հագուստներն են, ատմես, և Էլիզաբեթը ունի շարք, մայկաները, Աղոյինը կուրտկա, սավոչկա և այլն շարֆեր, շատ հետաքրքիր, գեղեցիկ, Աղո դու էլ արի, դու էլ ես գրում, քո հագուստը, ուրեմն Աղոն ունի վեբսայթ, այնտեղ բրոշուրներ իրան կա, և այնտեղ կա այդ բոլոր հագուստները նույնպես կարող են ձեռբերել։ Շնորհակալ եմ, զբաղեցրեք ձեր տեղերը։ Եվ մինչև հաջորդ երկին անցնելը, եկեք այդ աուկցիոնը անենք, համաձայնենք։ Էլիզաբեթ արի։ Էլիզաբեթ։ Ուրա։ Ինչ է կարծում, սկզբնական գինը Էլիզաբեթի նկարի, դուք ինքներդ ասեք, որքանից սկսենք։
չկա, $200, այսպես, $200, չէ, 200-ով սկսում ենք, кто больше, 300, okay, ասեք, համեցեք, 400, 5,000, oh my god, 5,000, Salt, չկա ոչ որ, Շատ շնորհակալ եմ։ Մեր շատ լավ ընկերները Արնան և Ալեքսը մեր ընտանիքի ամենաջերմ ընկերներից են, վաղուց ենք ճանաչում իրենց և իրենք ունեն նաև իրենց նկարը այստեղ, Private Collection, որը Ավոն նվիրել է իրենց, այն բոքսը որ տեսնում եք, դա արդեն իրենցն է, վաղուց, այսօր կտանեք ձեզ, թե մենք հետո կպեր ենք։ Գնացի Էմիջան, գիտեմ, որ քեզ համար այսօր տոն է, պատճառները բազմաթիվ են, բայց նախ սկսենք նրանից, որ թե դու թե Ավոն մեծացել եք ձեր հայրիկների արվեստանոցներում։ Աշալույս ջան, նախ շատ ուրախ եմ, որ միասին ենք այս գեղեցիկ սենյակում, որովհետև որտեղ որ կա կերպ արվեստ, որտեղ կա արվեստ, հաճելի է տեսնել հաճելի մարդկանց։ Շնորհակալություն, որ ինձ էլ մոտեցար։ Այո, ես ուզում եմ անպայման խոսել նրա մասին, թե ինչքան կարևոր է, որ մարդը կարողանում է մատուցել արվեստ, այն դեպքում, երբ որ ինքը շնչել է այդ արվեստը։ Ես խոսում եմ կոնկրետ հիմա, եթե Ավոյի մասին խոսամ, Ավոն մեծացել է արվեստագետի տանը։ Նրանց տանը միշտ եղել է ներկի հոտ, չգիտեմ, իմ տանը եղել է պլաստիլինի հոտ, ինչու եմ ես ինձ էլ մեջ բերում, որովհետև ես կարծում եմ, որ մենք բախտավոր մարդիկ ենք, և ես, և Ավոն, և մեր նման մարդիկ, ովքեր մեծացել են արվեստի մեջ։ Հիմա նրանց երեխաներն են բախտավոր, որովհետև նրանք նույնպես մեծանում են արվեստի մեջ։ Արվեստը նախ ապացուցված է, որ զարգացնում է երեխայի և մարդու ուղեղը տասնապատիկ անգամ ավելի արագ։ Եվ շատ ուրախ եմ, որ այստեղ եմ գտնվում, որովհետև իմանալով Ավոյին չէի պատկերացնի, որ այսքան կգա և կհասնի այս պահին այստեղ։ Եվ կարծեմ Մինասի գործերին էլ լավ ծանոթացար։ Այո, շատ գեղեցիկ են, շատ։ Նախ ասեմ, որ ես շատ եմ սիրում ծաղիկներ, և այսօր ամբողջ դահլիճը լցված է ծաղիկներով, նկարներով, բոլորը շատ գեղեցիկ են և հիմա գնալու եմ հատ-հատ ծանոթանալ բոլոր նկարների հետ։ Մեկը մյուսից գեղեցիկ։ Այո։
Նարինե ջան, 15 տարի եւ միգուցե ավելի դուք համագործակցել եւ մի բեմի վրա աշխատել եք Ավիկի հետ։ Եթե կարելի է զուգահեռներ անցկացնել թատրոնի եւ գեղանկարչության միջեւ։ Այսինքն Ավիկը որպես դերասան եւ Ավիկը որպես ես հասկացա Ավիկը որպես դերասան անկրկնելի է, որովհետեւ ես Ավիկի հետ իսկապես խաղացել եմ բազում ներկայացումներում եւ որպես խաղընկեր անփոխարինելի է։ Ես չգիտեմ այնտեղ նայեմ թե ձեզ նայեմ, կհամատեղեմ։ Այո։ Դուք դերասան եք, կհամատեղեմ։ Անփոխարինելի է։ Ցանկացած եթե ես հիմա մոտենամ Ավիկին, նա կասի բոլոր ներկայացումները, որ խաղացել ենք ամբողջ տեքստը։ Իսկ դե զարմացրեց, երբ որ նա սկսեց Ես չզարմացա, որովհետև ստեղծագործող մարդը պիտի աշխատի, կապ չունի, կտավի, բեմի, երաժշտության մեջ, ամենտեղ։ Եվ շնորհքով մարդը շնորհքով է ամենտեղ, ես այդպես եմ կարծում, ապրես Ավիկ եւ կարծում եմ, որ նա ճիշտ արեց, երբ ձեռքին վրձին վերցրեց։ Երբեմն խոսքերը քեզ չեն բավարարում, խոսքերը քչություն են անում, նեղում են ու գալիս է արդեն կամ պլաստիկան կամ ներքին այդ հուզմունքը, այդ զգացողությունները եւ եթե կողքիդ կտավ կա ու ձեռքիդ շնորհք միտքդ աշխատում է, ուրեմն նկարը կստացվի։ Գեղանկարչությունը անսահմանություն է, ավելի եւ համարձակ է եւ հետաքրքիր է, որովհետեւ երբ որ մտածում ես հայրը, կողքի մարդը, այն մեկը, այս մեկը մարդ պիտի համարձակ լինի, որ կարողանա իր խոսքը ինչպես բեմում, այնպես էլ կտավի վրա արտահայտել, եւ վերջո համամիտ եք, չէ՞ որ գեները իրենցն ասում են, ի վերջո։ Այո, ոչինչ հենց այնպես ոչ միտեղ չի կորչում եւ ես կարծում եմ, որ հրաշալի է գույների խաղ, գույների ճիչ, համարձակություն, հրավառություն։ Լավ է։ Թեկուզ քուքաշար քրիտնան, ռոյի Temos coragem, roi, ya chicanchi, erasmi kispuyan, vare, ya chicanchi, erasmi kispuyan, vare. Քիչ առաջ դու ասացիր, որ հիացած ես։ Այո։ Անկեղծ ասած, այս պահին մենք գտնվում ենք Ավոյի իմ ամենասիրելի նկարներից մեկի կողքին։ Հիացած եմ, իհարկե հիացած եմ, որովհետև շուրջ բոլորս տեսնում եմ շատ գեղեցիկ, շատ գնահատելի արվեստի գործեր, ինչի համար շատ ուրախ եմ, անկախ նրանից, որ իմ ընկերներն են այս ամեն ինչի հեղինակները, ես շատ ուրախ եմ, որ Լոս Անջելեսում մեր հայ համայնքում եւս մեկ անգամ առիթ կա այսպիսի գեղեցիկ գործեր տեսնելու, ինչու՞ չէ, նաեւ մեր տներում հետագայում սրանք ունենալու համար, այնպես որ այո, հիացած եմ ու շատ ուրախ եմ, Եվ հուզամ Արմինկա ջան, այս ամենը
ավանդույթ է դառնալու, որովհետև կա այդպիսի մտադրություն։ Օ, դա աստված, ես միայն ողջունում եմ ու շատ ուրախ կլինեմ։ Բարի Արման ջան, այստեղ ես որպես ընկեր, թե արվեստասեր գնահատելու նման արվեստի գործեր։ Արշալի ջան, այնպես է ստացվել, որ համընկել է երկուսը մեկտեղ, թե Ավետը Ղալաջյան եւ թե Մինասը Հալաջ ինձ շատ լավ ընկերներ են, բայց նաեւ ես շատ եմ գնահատում նրանց արվեստը։ Գեղանկարչությունը ինձ համար միշտ շատ մեծ տեղ է ունեցել իմ կյանքում եւ տանել իմ բոլոր ժյուրերը եղած, գիտեմ, որ ես անտարբեր չեմ գեղանկարչության հետ եւ այսօր ուղղակի շքեղ մի հատ արվեստի արատի մեջ այսպես օթեր են բացում եւ նոր թևեր են տալիս իհարկե շատ եմ գնահատում երկուսի արվեստն էլ տարբեր են եւ մտքի թռիչքը իհարկե
շատ մեծ թևեր է տալիս ինձ ամենայն դեպս ես կարծում եմ շատ ընկերներին ովքեր որ այսօր գտնվում են այստեղ։ Շնորհակալություն, գիտեմ որ արդեն մի քանի գործեր ունես տանը եւ վստահ եմ որ ինչ որ մի բան էլ արդեն որոշել ես ընտրել։ Այո, որ ես ունեմ թե հալաջից եւ թե ավետից, բայց կարծում եմ այսօր էլ երևի ինչ որ մի բան ձեռք կբերեմ, որովհետեւ Կավելանա քո։ Այո, կոլեկցիային։ Այո, բարի, բարի։ Լուսինե ջան, գիտեմ որ հիացած ես բոլոր գործերով, սակայն անընդհատ գալիս ես այս պատի մոտ, կոնկրետ այս գործի մոտ։ Ինչու՞։ Հետաքրքիր զգացողություն ունեցա նախ գունային համադրությունը, ամենասիրածս համադրություններից մեկն է, կապույտի տարբեր երանգները եւ դեղինի հետ խառնված։ Հետո մի տեսակ հետաքրքիր համեմատություն անցկացրեցի ինձ հետ, կարծես թե իմ ներքնաշխարհի հետ շատ համահունչ էր նկարը, դրա համար անդադ կանգնում եմ այս նկարի մոտ։ Քեզ ավելի հոգեհարազատ։ Այո, ինձ շատ ավելի հոգեհարազատ է այս նկարը։ Բայց բոլոր նկարներն են ինչ խոսք լավ, նախ շատ հաճելի եւ ողջունելի միջոցառում է, որտեղ տարիներ առաջ եկեղեցին որ նոր էր բացվել, ես բախտ ունեցա գտնվելու այստեղ Աթենյանի ցուցահանդեսին, հիմա արդեն իմ ընկերոջ Ավոյի Խալացյան, Մինասի շատ նորից ամեն ինչի հիմքում ընկերությունն է, այս ցուցահանդեսի հիմքում էլ ընկերությունն է եւ կարծում եմ եւ հուսամ որ կդառնա ավանդույթ, ինչպես խոստացան։ Աստված առաջ, այո, բոլորս այդ հույսով ենք։ Sorry, it's
հայրերը ողջ չեն, բայց ողջ են իրենց մամաները, ու այսօր ներկա են, տիկին Փիրուզան, մամաներին եկեք ծափահարենք, որ սենց լավ զավակները լույս աշխարհ բերեն, շնորհակալ եմ ձեզ, որ տաղանդավոր զավակներեք լույս բերեք։ Առողջ եղեք, այո, առողջ ու միշտ մեզ հետ, մեր կողքին։ Arեցի գրում ենք։ Չկա
Ես համարյա չեմ երգելու։ Երբ որ բացվի դռներն հուսում և մեր երկրեն թախտում
Եվ այսօր մի անակնկալ կա, որին հենց հիմա մենք տեղեկացանք, Մարատ ջան, խնդրեմ։ Բարի երեկո տիկնոջ եւ պարոններ, սրբազան հայրեր։ Իսկապես անակնկալ է ոչ ավոն, որին երիտասարդության, մանկության, վաղեմի լավագույն ընկերներից մեկն է, ոչ էլ մինասը տեղյակ չեն։ Այսօր Գլենդելի քաղաքապետի եւ քաղաքապետարանի անունից վերել եմ ձեզ հանձնելու քաղաքապետի գովասանք ու գնահատության հավաստագիրը, ի նշան արվեստի աշխարհում ձեր ինքնատիպ աղանդի։ Յուրահատուկ եւ ոգեշնչված աշխատանքների միջոցով դուք ներկայացրել եք հայկական մշակութային ժառանգության գեղեցկությունն ու խորությունը, միաժամանակ ավելացնելով ձեր ուրույն ձայնը ժամանակակից գեղարվեստական լանդշաֆտին։ Գլենդելի քաղաքապետարանի անունից լավագույն մաղթանքներ եմ հողում ձեզ, ձեր հետագա ստեղծագործական գործունեության մեջ եւ թույլ տվեք ընթերցել։ Mayor's commendation presented to Minas Halaj and Avo Khalatyan. In recognition of your outstanding contribution to the world of art, through unique and inspired works, you've captured the beauty and depth of the Armenian cultural legacy, while adding your own distinct voice to the modern artistic landscape. On behalf of the City of Glendale, best wishes in your future endeavors. Mayor Elena Satan. Bravo.